Անցնող շաբաթը կադրերով կիրակնորյա ժամը լրատվականի դիտակետից ստուդիայում Արտյոմ Կարապետյանն է, բարև ձեզ։ Եվ այսպես Հայաստանի եվրոպական կողմնորոշումը հստակ ու անշրջելի է, Եվրամիությունն աջակցում է Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցային ճանապարհով։ Եվրոպան հավատում է Հայաստանի իշխանությունների հանձնառությանը անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններ։ Սրանք 3 գլխավոր մեսիջներն են, որոնք այս շաբաթ ստացվեցին Միացյալ Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելից։ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Բելգիայի թագավորությունում էր։ Պետության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Եվրամիության առանցքային բոլոր պաշտոնյաների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Նախագահին Բրյուսելում ուղեկցել է նաև Արկադի Գրիգորյանը։ Հայաստանի եվրոպական ընտրությունը բնական է, ապացույցը նաև պատմական փաստերն են։ Օտարի տիրապետության տակ անգամ հայերը ժողովրդավարական պետության մոդել են ունեցել։ Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում 1860 թվականին ընդունված ազգային սահմանադրություններ, որը մի քանի տարի անց եվրոպական պետությունների ճնշման տակ ստիպված էր հաստատել նաև սուլթանը։ Սուլթաններ մեր հարևանությամբ հիմա էլ կան։ 20-ամյա անկախ Հայաստանը զարգացման այլ վեկտոր է ընտրել։ Բրյուսելում կանաչ լույս են վառել Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին, ասոցացման համաձայնագիր, ազատ առևտրի գոտի, վիզային ռեժիմի հեշտացում, համատեղ աշխատելու ցանկությունը երկուստեք է։ Մենք վճռական ենք Հայաստանում խորքային եւ համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում եւ մեր երկրում իրականացվող բարեփոխումները դիտարկում ենք նաեւ որպես Եվրոպական միության հետ ծավալվող համագործակցության կարևոր մաս։ Մենք ողջունել եւ կիսում ենք Եվրոպական միության ավելի շատ աջակցություն, ավելի շատ բարեփոխումների դիմաց սկզբունքը։ Ես վստահ եմ, որ դուք կշարունակեք բարեփոխումների ժողովրդավարական ինստիտուտի ուժեղացման, դատական համակարգի անկախության խթանման եւ քաղաքական բազմակարծության լրատվամիջոցների եւ հիմնարար ազատությունների ուղղությամբ։ Մենք լիովին աջակցում ենք ձեր ձեռնարկած բարեփոխումներին եւ արդիականացման օրակարգին։ Նախկինի պես հավատարիմ ենք Հայաստանի հետ համագործակցության խորացմանը։ Հայաստանը մոտ է Եվրոպային ու եվրոպական արժեքներին, պետականությունը կառուցում ենք այդ ճանապարհով, ասում է պետության ղեկավարը։ Մենք ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որտեղ հավուր պատշաճի հարգվում են մարդու իրավունքները, երկիր, որտեղ դատաիրավական համակարգը գործում է լիովին անկախ, երկիր, որտեղ կա հավասար մրցակցություն քաղաքական ու տնտեսական դաշտերում եւ ամենակարևորը երկիր, որտեղ ժողովրդավարությունը ոչ թե լոկ ձև է, այլ նաև բովանդակություն։ Հայաստանի ավելի ժողովրդավար դառնալու ոչ ձևական ձգտումները նաև եվրոպացի հեղինակավոր փորձագետներն են նկատում։ Հայաստանն Արևելյան գործընկերության առաջատար երկրներից է, ասում է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կովաչևը։ Ազատ առևտրի գոտու, վիզաների հեշտացման եւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները վկայում են այն մասին, որ Հայաստանն ու հայ հասարակությունը հակված է եվրաինտեգրմանը։ Հայաստանի կառավարությունը բարեփոխումների հավակնոտ օրակարգ ունի։ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները շատ կարևոր են թափանցիկ ընտրությունների համար։ Ազատ ու արդար ընտրությունները կարևորում է նաև Եվրամիությունը։ Մյուս կողմից տնտեսական համակարգի բարելավում, պայքար կոռուպցիայի դեմ։ Տեսնում ենք, որ վերջին տարիներին այս ուղղություններով առաջընթաց կա։ Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ լինելու կարիքն ունի։ Եվրամիությունն ու Հայաստանը նույն արժե համակարգն ունեն։ Առաջին հերթին այս իմաստով է Հայաստանը մոտ մեզ։ Կայուն ու խաղաղ տարածաշրջան Հայաստանի ու Եվրամիության համատեղ ցանկությունն է։ Բրյուսելը շահագրգիռ է խնդրի խաղաղ կարգավորմամբ, ընդունում է, որ կարգավորող մարմինը Մինսկի խումբն է։ Հայտնի է, որ Եվրամիությունը ցանկանում է առաջընթաց տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որը շարունակում է մնալ Եվրամիության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Առաջընթացը սկզբունքային կարևորություն ունի, ուստի այդ կապակցությամբ Եվրամիությունը կրկին հայտնում է իր աջակցությունը մադրիդյան սկզբունքներին եւ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել ջանքերն այդ սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ, որը խաղաղության հիմք կդառնա։ Նրանք, ովքեր պատերազմ են խաղում, պետք է արդեն վաղուց սովորած լինեին պատմության դասերը։ Պատմության դասերը սերտել կարող են նաև Եվրոպական խորհրդարանի որոշ անդամներ, նախքան ադրբեջանական լոբբիի ճնշման տակ բանաձևեր ընդունելը։
Բանակցությունների այլընտրանքային ֆորումներ ստեղծելու ոմանց փորձերը, ինչպես նաև ոչ հավասարակշռված ձևակերպումներ պարունակող բանաձևների ընդունելու փորձերը միայն վնասում են բանակցային գործընթացին։ Եվրոպական բոլոր կառույցները 80-ական թվականների վերջերին եւ 90-ական թվականների սկզբներին սատարում էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդարացի պահանջին։ Հենց այն ժամանակ էլ Եվրոպական խորհրդարանը բանաձևեր ընդունեց եւ վստահ եմ, որ Եվրոպական խորհրդարանը նույն հարցի նկատմամբ չի կարող ելնել այլ սկզբունքներից։ Խնդիրը միայն նրանում է, որ բոլոր եվրոպական կառույցները խփեն նույն մեխին, որպեսզի խնդրի լուծումը արագանա։ Եվրամիությունն արդեն խփում է այդ մեխին։ Իր ներկայացուցիչների համար անխափան մուտք է պահանջում Լեռնային Ղարաբաղ։ Արցախի հետ ուղիղ շփվելու անհրաժեշտության մասին նախագահ Սարգսյանը խոսեց նաև Բրյուսելում։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողը։ Հայաստանը մշտապես շեշտել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ուղիղ շփումների անհրաժեշտությունը։ Խաղաղ ու կայուն տարածաշրջանի տեսլական Հայաստանի ղեկավարի բրյուսելյան մեսիջների իմաստն այսպես է ըմբռնել փորձագետ Դիտեր Բերգմանը։ Խորապես տպավորված եմ նախագահ Սարգսյանի ելույթից, նա շատ անկեղծ էր խոսում։ Սերժ Սարգսյանը Բրյուսել էր եկել հարևաններին ուղղված խաղաղության մեսիջով։ Հայաստանը խիզախ մարդկանց երկիր է, եւ մենք ուզում ենք աջակցել, որ Հայաստանն էլ ավելի մոտենա Եվրամիությանը։ Ղարաբաղյան կարգավորման եւ տարածաշրջանի կայունության առումով համահունչ են նաեւ Հայաստանի ու ՆԱՏՕ-ի նպատակները։ Աշխարհում խաղաղությունն ամրապնդելու գործում համատեղ աշխատանքի փորձ արդեն կա։ NATO and Armenia Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն ընդհանուր մոտեցումներ ունեն քաղաքական առաջնահերթությունների ու անվտանգության ոլորտում մարտահրավերների բազմաթիվ հարցերում։ ՆԱՏՕ-ն երախտապարտ է Աֆղանստանում միջազգային խաղաղարար ուժերի գործունեությանը Հայաստանի մասնակցության համար։ Մենք գիտակցում ենք, որ արդի սպառնալիքներն ու մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միմիայն հավաքական ջանքերի շնորհիվ։ Այդ իսկ նպատակով մենք անցյալ տարվա ամռանը եռապատկեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում մասնակցող հայկական զորախմբի թվաքանակը։ Հայաստանն առաջին դեմքի մակարդակով մայիսին Չիկագոյում կմասնակցի Աֆղանստանի ճակատագրի վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշումների կայացմանը։ Ավելին ավելիի դիմաց Եվրամիությունն ու Հայաստանն աշխատում են նաև այս բանաձևով։ Հայաստանը պատրաստ է միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել։ Բրյուսելում վստահում են։ Հայաստանի իշխանությունները իրոք վճռական են 2012 թվականի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կազմակերպել եւ անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան։ Ես ուրախ եմ լսել, որ դուք վերստին հաստատեցիք ձեր հանձնառությունն անել ամեն ինչ, որպեսզի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները եւ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններն անցնեն միջազգային ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան։ Հայաստանի քայլերը դեպի Եվրոպա նպատակասլաց են։ Հարավային Կովկասում Եվրամիության նախկին ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գնահատականն է։ Նա այսպես ասած առաջին ձեռքից գիտի, թե ինչ տեմպով ու ինչպես է Հայաստանը բարեփոխվում։ I'm very happy to see that there is a very strong Armenian commitment to Ուրախ եմ, որ Հայաստանը հստակ կողմնորոշում ունի դեպի Եվրոպա։ Մասնավորապես սկսվել են ազատ առևտրի գոտու մասին բանակցությունները։ Սա նշանակում է նաև Հայաստանում հետագա խորը բարեփոխումներ։ Հայաստանը Եվրամիության հետ նույն օրենսդրական մակարդակում է հայտնվում։ Պարզ երևում է, որ նախագահ Սարգսյանը լավատեղյակ է Եվրամիության օրակարգի բոլոր բաղադրիչներին։ Հայաստանը Եվրամիության պարտաճանաչ գործընկերն է։ Իհարկե, ներքին բարեփոխումները դեռ ավարտված չեն։ Դրանք ավարտին հասցնելը քաջություն է պահանջում որոշում կայացնողներից։ Արդյունքում ավելի ժողովրդավար Հայաստան կունենանք։ Լայնածավալ բարեփոխումների համար Հայաստանն ավելի մեծ աջակցություն է ակնկալում եվրոպացի գործընկերներից, իսկ վերջինները ավելի շոշափելի արդյունքներ։ Մենք լիովին աջակցում ենք նախագահ Սարգսյանի ձեռնարկած բարեփոխումներին եւ նախկինի պես հավատարիմ ենք Հայաստանի հետ համագործակցության խորացմանը։ Ժոզե Մանուել Բարոզուի այս միտքը պաշտոնական Բրյուսելի հիմնական, պարզ ու հստակ մեսիջն էր պաշտոնական Երևանին։ Ներքաղաքական կյանքի գլխավոր իրադարձությունն անցնող շաբաթ Հայաստանի իշխող կուսակցության համագումարն էր, որի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Պետության ղեկավարը կետ առ կետ նշել է բոլոր այն հաջողությունները, որոնց վերջին 5 տարում հասել է իր կուսակցությունը «Քեզ համար Հայաստան» կարգախոսի ներքո։ Հիմա արդեն հասել ենք այն հանգրվանին, երբ վստահորեն ասում ենք ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար, հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքով խորհրդարանական ընտրություններում հանրապետականը ժողովրդի դատին է ներկայանալու որպես անհատ համախոհների
կառավարողների թիմ, որը նպատակադրվել է շահել ժողովրդի վստահության քվեն և ձևավորել կառավարություն։ Համագումարի ընդունած բանաձևում նշված է. մեջբերում եմ, մենք հավատում ենք մեր ազգի և պետության ներուժին և վճռական ենք փոխվելու և փոխելու հանուն մեր նվիրական իղձերի նպատակների իրականացման։ Հանրապետականի համագումարին հետևել է նաև Արկադի Գրիգորյանը։ 2007 թվականին Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթեց «Քեզ համար Հայաստան» կարգախոսով։ Կուսակցության ղեկավարի բնորոշմամբ 5 տարվա ընթացքում հենց Հայաստանն է եղել գերագույն արժեքը ՀՀԿ գործունեության և նախաձեռնությունների համար։ 5 տարի շարունակ մենք ամրացրել ենք մեր պետականությունը, ավելացրել նրա պաշտպանողական ունակություններն ու ճկունության մակարդակը։ Եվ դա իրողություն է իրականացվող քաղաքականության բոլոր հիմնական ոլորտների համար։ Ասվածի ապացույցը արդյունքներն է, որ գրանցել է Հայաստանը դիմակայելով միջազգային ճգնաժամին։ 2007 թվականին Հանրապետական կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, ստանալով օրենքի ուժով պետական բյուջե, որը կենսաթոշակային հիմնադրամի միջոցների հետ միասին կազմում էր 658 միլիարդ դրամ։ 658։ Այսօր կուսակցությունն ավարտում է կառավարման իր այս ժամանակահատվածը, թողնելով ընդունված պետական բյուջե 1 տրիլիոն 44 միլիարդ մեծությամբ։ 1 տրիլիոն 44 միլիարդ։ Քանի այսպիսի ձախողված կառավարում եք տեսել։ 1.6 անգամ աճել է մեկ շնչին բաժին հասնող համախառն ներքին արդյունքը, ավելացել են աշխատավարձերը, կենսաթոշակներն ու ընտանեկան նպաստները։ Վերջին 5 տարիների ընթացքում միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 1.8 անգամ, իսկ իրական արտահայտությամբ 40.4%-ով։ 63.9 հազար դրամից հասնելով 115.3 հազար դրամի։ Միաժամանակ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը պատասխանատու և կանխատեսելի գործընկերոջ համբավ ունի։ Վերջերս 3 կուսակցություն, այդ թվում Հանրապետականը, անդամակցեցին Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ուժին՝ ԵԺԿ-ին։ Պարոն նախագահ, հարգարժան Սերժ Սարգսյան, դուք զգացել և հուսով եմ բարձր գնահատել այն հրաշալի ընդունելությունը, որին արժանացաք ԵԺԿ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից Մարսելում դեկտեմբերին անցկացված մեր համագումարի ժամանակ։ Մենք ձեզ ընդունում ենք անվերապահորեն և ոգևորությամբ, քանզի վստահում ենք ձեզ։ Մենք հպարտանում ենք ձեր նախագահության օրոք Հայաստանի առաջընթացով։ Ես կուզենայի այդ համատեղ հաջողությունների հետ կապել նաև ձեր վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Ձեր կողմից ձեռնարկած տնտեսական և քաղաքական բարեփոխումները նպաստում են խաղաղ ժողովրդավարության և եվրոպական ինտեգրման ուղին ընտրած Հայաստանի կայացմանը։ ԵԺԿ-ին անդամակցելը նաև օրինակելի լինելու պարտավորություն է։ Վիլֆրիդ Մարտենսը հավատում է, որ Հանրապետականը պատվով կկատարի այդ պարտավորությունը, նպաստելով ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը։ ՀՀԿ իմ սիրելի բարեկամներ, մի քանի շաբաթից դուք կհաղթեք խորհրդարանական ընտրություններում։ Ես դրանում միանգամայն համոզված եմ։ Եվ դուք դա կանեք ոչ ամենևին ձեզ համար եւ ոչ էլ ձեր կուսակցության։ Դուք դա կանեք ձեր երկրի համար, քանի որ Հայաստանին անհրաժեշտ է, որ հանրապետական կուսակցության բարեփոխումների քաղաքականությունը շարունակական լինի։ Հայաստանը պետք է տեսնի, որ եվրոպական հորիզոնն ավելի ու ավելի է ընդլայնվում, եւ ՀՀԿ-ն է այդ դինամիկայի շարժիչ ուժը։ Հանրապետականն արդյունավետ ու վաղեմի համագործակցություն ունի նաև Ռուսաստանի իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության հետ։ Համագումարը ողջունել էր նաև Վլադիմիր Պուտինը։ Հարգելի ընկերներ, անկեղծորեն ողջունում եմ ՀՀԿ 13-րդ համագումարի բոլոր մասնակիցներին եւ հյուրերին։ Ձեր կուսակցությունը, որը երկրի առաջատար քաղաքական ուժն է, մեծ ներդրում ունի հայկական համայնքի եւ ազգային պետականության զարգացման գործում, ինչպես նաեւ Հայաստանի բնակչության շրջանում արժանի հեղինակություն է վայելում։ Կուսակցությունը մշտապես օժանդակում է հայ-ռուսական բարեկամական ու բարիդրացիական ավանդական հարաբերությունների ամրապնդմանը, աջակցում է միասնական Ռուսաստան կուսակցության հետ ակտիվ գործընկերային կապերի խորացմանը։ Միջկուսակցական արգասաբեր երկխոսություն է ընթանում հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, ներառելով օրինաստեղծ գործունեությունը, միջազգային հիմնախնդիրները, կադրերի պատրաստումը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտը։ Համագումարին մաղթում եմ բարեհաջող ընթացք։ Վստահ եմ, որ համագումարում կընդունվեն կարևոր որոշումներ, որոնք ուղղված կլինեն սոցիալ-տնտեսական լայնածավալ խնդիրների լուծմանը, որոնք կանգնած են այսօր հայ հասարակության առաջ։ Տնտեսական աճից դեպի տնտեսական զարգացում գալիք 5 տարվա համար հանրապետականի նպատակներից մեկն է։ Տնտեսական աճը մեր խնդիրները չի լուծի,
եթե այն չի հիմնվում տնտեսության նոր ոլորտների, գործունեության նոր տեսակների, նոր ձեռնարկությունների, նոր ապրանքների ու ծառայությունների արտադրության վրա։ Մանավանդ, որ էքստենսիվ զարգացման հնարավորությունները գնալով սպառվում են։ Այս գործընթացում պետք է ազատորեն ընդգրկվեն բոլոր կարող մարդիկ եւ դրա համար որևէ հովանավորության կարիք չպետք է լինի։ Պետությունն իր վարած քաղաքականությամբ պետք է դառնա բոլորի հովանավորը, հավասարապես։ ՀՀԿ-ն վերափոխման կողմնակից է նաև մնացած բոլոր ոլորտներում։ Ապագան վերափոխում ապահովող ուժինն է, համոզված է կուսակցության ղեկավարը։ Մեր կուսակցությունը պատմական առաքելություն է ստանձնել առաջնորդելու Հայաստանի վերափոխումը։ Մենք մեծ կուսակցություն ենք, տասնյակ հազարավոր մարդիկ են մեր շարքերում։ Ժամն է, որ ավելացնենք ու նորացնենք մեր որակները։ Մեր գործունեության արդյունքում փոխվում է մեր հասարակությունը եւ երկիրը, ուստի եւ ինքներս պետք է կարողանանք փոխվել։ Ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար։ Պետության զարգացման այս փուլը հանրապետականների կարծիքով պետք է հաջորդի քեզ համար Հայաստանին։ Հորետեսական հոգեբանությունն ու այս երկիրը երկիր չի կարծրատիպը պետք է կոտրվի, ասում է նախագահ Սարգսյանը։ Ես ասում եմ, այս երկիրը երկիր է, որի պատմական ու մշակութային ժառանգությունն ուղղակի անգնահատելի է։ Այս երկիրը երկիր է, որի ամեն մի քառակուսի սանտիմետրը փրկագնվել է հայի արյամբ։ Այս երկիրը երկիր է, որի գրքերը փրկագնվել են հայ կյանքերով։ Այս երկիրը երկիր է, որ քանակի դեմ պարզել է որակ, նավթադոլարների դեմ պարզել է բարոյական նկարագիր ու հաղթել նաև մեր բոլորի աչքի առաջ։ Այս երկիրը երկիր է, որի հետ հաշվի են նստում եւ հարգանքով են խոսում։ Այս երկիրը երկիր է, որին կարոտում են եւ որի հողը համբուրում են։ Այս երկիրը երկիր է, որտեղ լրջագույն փոփոխություններ են իրականացվում եւ որը հակառակ ամենատարբեր խոչընդոտների առաջ է գնում։ Այս երկիրը երկիր է, որտեղ ապրում են տաղանդավոր ու աշխատասեր մարդիկ։ Երբ է եղել զրոյից սկսել, նրանք սկսել են զրոյից ու հասել անհավատալի արդյունքների։ Ով է մեզ իրավունք տվել փնովել մեր երկիրը, ինքնախարազանվել։ Մեր պապերն ու տատերը, որ վերապրելու սխրանք գործեցին, երբ ամբողջ աշխարհը համոզված էր, թե հայերի երգը երգված է։ Թե սահմանամերձ գյուղի երեխաները, որ դպրոց են գնում եւ լավ են սովորում։ Ով իրավունք ունի նայել այդ երեխաների աչքերի մեջ եւ ասել, թե այս երկիրը երկիր չի։ Ես ասում եմ, այս երկիրը երկիր է, որն ունի հզոր հենարան, իդեմս իր ժառանգության, եւ ունի պայծառ հայացք ուղղված ապագային։ Այս երկիրը աշխարհի ամենագեղեցիկ երկիրն է եւ ավելի լավն է լինելու։ Աշոտ Նավասարդյանը մինչև հանրապետական կուսակցությունը հիմնելը 3 ժամկետ բանտ ու աքսորի մեջ էր։ Ասելու համար միայն մի բան, որ այս երկիրը երկիր է։ Եվ մենք այսօր, որպես քաղաքական ուժ, ասպարեզում ենք հենց դրա համար։ Աշոտը հավատ ուներ։ Պետք է հավատաս, որ փոխես։ Հավատանք, որ փոխենք ըստ հանրապետականի նշանակում է բոլորի ու յուրաքանչյուրի փոփոխություն, երթևեկությունից մինչև խորհրդարան։ Պաուլ Սևակն ասում էր. մենք իրավունք չունենք ուշանալ պատմության գնացքից կամ օդանավից։ Այսօր ինձ համար ակնհայտ է, եթե չփոխվենք, կուշանանք։ Կուշանանք որպես ժողովուրդ եւ որպես պետություն։ Վեհամոր ավետարան ու դարերի միջով մեր հասցնողները հավատ ունեին։ Ես այդ ավետարանի վրա եմ երդվել։ Ես հավատում եմ մեր արածին ու ավելի շատ անելիքներին։
Ուրեմն հավատանք, որ փոխենք։ Մեծով ու փոքրով, շինականով ու գիտնականով, հաջողակով ու դեռ փնտրողով, հավատանք, որ փոխենք։ Շնորհակալ եմ։ Հայաստանի ճանապարհը երբեք էլ հարթ չի եղել։ Մշտապես պատերազմներ, մեր կամ ուրիշի, լինել չլինելու վտանգ և կռիվ հանուն գոյության ու զարգացման։ Այսօր էլ մեզ յուրաքանչյուրի համար խնդիրների ու հոգսերի պակաս չկա։ Մենք սիրում ենք կենտրոնանալ մեր կյանքի ծանրությունների վրա, երբ խոսում ենք երկրի մասին։ Բոլորս ենք նույն կերպ վարվում ու այդպես հաճախ հասնում ենք երկիրը երկիրչի վերջակետին։ Մեկ անգամ եկեք այլ կերպ վարվենք, փորձենք խոսել այն Հայաստանի մասին, որն անտեսանելի է թվում, բայց որը կա։ Այս ստեղծագործ Հայաստանի մասին, այն հպարտ, հնարամիտ ու լուծումներ գտնող Հայաստանի մասին, որն ի վիճակի է պաշտպանվել և արարել։ Խոսենք ներսի լույսը վառ պահող Հայաստանի մասին։ Ու կպարզենք, որ իրականում խոսում ենք ինքներս մեր մասին։ Հավատանք, որ փոխենք։ Ֆրանսիայում հայկական օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու որոշումը կարող է բողոքարկվել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։ Դա հնարավոր է անել Սահմանադրական խորհրդի որոշումից 6 ամիս անց։ Իրավունքի մասնագետները արդեն սկսել են զբաղվել այս հարցով։ Անցնող շաբաթ Փարիզում նորից սրվեց բանավեճը հայոց ցեղասպանությունը քրեականացնելու հարցի շուրջ։ Առիթը Նիկոլա Սարկոզիի ելույթն էր Ելիսեյան պալատում հարյուրավոր ֆրանսահայերի առաջ։ Նախագահը հայտարարեց, որ ցեղասպանության ուրացումը ոտնձգություն է ֆրանսիական հանրապետության արժեքների հանդեպ և չի պատրաստվում հանձնվել։ Ֆրանսիան ըստ Սարկոզիի պետք է անպայման օրենքով պատժի պատմական ճշմարտությունը մերժողներին։ Փարիզի մեր թղթակցական գրասենյակի ղեկավար Արման Ավագյանը զրուցել է Ֆրանսիայի քաղաքական ու գիտական էլիտայի մի քանի ներկայացուցչի հետ։ Բացառիկ հարցազրույցները տեսանյութում։ Հայկական օրինագծի շուրջ տեսակետների պատերազմում Ռոբեր Բադանտերը Սահմանադրական խորհրդի պաշտպանն է։ Նա այդ խորհուրդը նախագահել է անցած դարավերջին մոտ 10 տարի։ Բադանտերը կարծում է, հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող հատուկ օրենք պետք չէ։ Ֆրանսիական օրենսդրությամբ առանց այդ էլ պատժվում է այլատյացությունը։ Եթե հայոց ցեղասպանության շղթումը օգտագործում են հայ համայնքին հարված հասցնելու, հայերին վիրավորելու նպատակով, ապա այդ երևույթը պատժող օրենք արդեն կա Ֆրանսիայում։ Այդ օրենքը պատժում է ատելության սերմանումը յուրաքանչյուր ազգի նկատմամբ։ Ֆաշիստական մահվան ճամբարում հորը կորցրած Հրեան ասում է, հասկանում է հայերի ծանր վիշտը, բայց պատմությամբ պետք է զբաղվեն պատմաբանները։ Պատմաբաններն իրենց գործը հրաշալի են արել։ Նրանք պատմությունը մատուցում են սկուտեղի վրա։ Բադանտերին հակադարձում է հայտնի պատմաբան Իվ Տերնոնը։ Չենք կարող ժխտել, որ եղել է հոլոքոստ, եղել է հայերի ցեղասպանություն, համաշխարհային պատերազմ 14-ից 18 թվերին, համաշխարհային պատերազմ 39-ից 45-ին, ֆրանսիական հեղափոխություն 1789-ին։ Դրանք պատմական փաստեր են, պատմական ճշմարտությունը վերականգնված է, ոչ ոք այն չի կարող կասկածի տակ առնել։ Պատմությունը պատմաբաններին հնամաշ թեզը թարմացնողների պնդումներին արձագանքելիս Պատրիկ Դևեջյանի ձայնը կորցնում է հանդարտությունը։ Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական իրողություն է և խորհրդարանն իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ։ Եթե խորհրդարանին արգելում են քաղաքականությամբ զբաղվել, կամ Սահմանադրական խորհրդի անդամները, ովքեր ընդամենը նշանակված դատավորներ են, խորհրդարանին ասում են, թե ինչպես պետք է զբաղվել քաղաքականությամբ և իրենց որոշումը հիմնավորում են ընդհանրական բնույթի տեքստերով, ուրեմն մենք հավանաբար պրոբլեմ ունենք։ Քաղաքականության, իրավունքի ու բարոյականության եռանկյունում այս պահին անորոշության մատնված հայկական օրինագծի մասին Ֆրանսիայի նախագահը այս շաբաթ նորից խոսեց, նորից բարոյականության անունից։ Ձեզ բոլորիդ, որոնց ընտանիքները ոչնչացվել են բնաջնջման ծրագրված քաղաքականության հետևանքով, ձեզ բոլորիդ, ովքեր այսօր զգում են պետական ժխտողականության սպառնալիքը, ուզում եմ ասել, Ֆրանսիան ձեր կողքին է, որպեսզի մերժի, պայքարի, պատժի անհանդուրժելին։ Նա ով ժխտում է ցեղասպանությունը, ով ջնջում է պատմությունից մի ամբողջ ժողովրդի, ով մարդկության դեմ ոչիր է գործում, համայն մարդկությանն է հարված հասցնում։
Անցնող շաբաթ Ելիսեյան պալատում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահ Սարկոզին վերահաստատեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի Ֆրանսիայում հայոց ցեղասպանության հերքումը օրենքով քրեականացվի։ Կառավարությունն արդեն նոր օրինագիծ մշակելու հանձնարարություն է ստացել։ Առաջին փուլում կստեղծվի աշխատանքային խումբ արդարադատության եւ խորհրդարանի հետ կապի նախարարների միջև։ Արդեն հաջորդ շաբաթ կսկսենք նոր օրինագծի մշակումը։ Կասկած չունենք, որ այս պայքարը հաջողությամբ ենք ավարտելու, չնայած հեշտ չի մեզ համար։ Մեր դեմ թուրքական պետությունն է իր հսկայական հնարավորություններով։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել 30 տարի առաջ, որ ցեղասպանության ճանաչումը այսքան մեծ չափերի կհասնի։ Ոչ ոք չէր կարող երևակայել, որ Հայաստանը կդառնա ազատ պետություն։ Հայերի պատմությունը կամքի եւ համբերության պատմություն է, որը հաջողության է բերում։ Հայերը նորից ստիպված են համբերել, այս անգամ մինչև հունիս, երբ ընտրություններից հետո խորհրդարանը կսկսի աշխատանքը եւ կկարողանա քննության առնել հայկական նոր խոստացված օրինագիծը։ Իսկ մինչև այդ մի խումբ իրավագետներ մտադիր են դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան, բողոքարկելու Բուայեի օրենքը հակասահմանադրական ճանաչող որոշումը։ Գարունը ոչ միայն բնության, այլև հիվանդությունների զարթոնք է։ Սիրտանոթային, աղեստամոքսային հիվանդություններ եւ ալերգիա, եղանակային կտրուկ փոփոխությունները մարդիկ իրենց մաշկի վրա են զգում բարի եւ ուղիղ եւ հարաբերական իմաստով։ Հատկապես ալերգիկներն են տառապում։ Հիվանդությունն արտահայտվում է բազմակողմանի եւ հաճախ մարդիկ չեն էլ կասկածում, որ պատճառը ալերգիան է։ Մասնագետները խորհուրդ են տալիս գարնան ախտանիշներին համարժեք հակահարված տալ, ինչպես հետաքրքրվել է Արմեն Աթալյանը։ Նոր Քմարաշ բժշկական կենտրոնի սպասասրահում այցելուների հերթ է։ Տիկին Սիլվան 2 անգամ վիրահատվել է այս հիվանդանոցում։ Սրտի փականն է պրոթեզավորել։ Հիմա բժշկի հսկողության տակ է։ Գարնանը հաճախ է նրան այցելում։ Գարնանը որտեղ գնում է ուժեղ սրացում ինձ մոտ։ Սիրտը շատ ուժեղ արագանում է, արիթմիան չի թույլ տալի, որ քայլեմ։ Ու ճնշումս բարձրանում, այո։ Քանի որ ինձ մոտ կլապանը ձևափոխել են, իրանք արհեստական են դրել, ինձ մոտ էդի շատ արագ է լինում։ Սիրտն ամենազգայուն օրգանն է եւ եղանակի ցանկացած փոփոխություն միանգամից ազդում է դրա վրա։ Դա է պատճառը, որ զարկերակային ճնշման, սրտի ռիթմի, անոթների հետ խնդիրներ ունեցողների գանգատներն ավելանում են հենց գարնանը, եղանակային փոփոխությունների շրջանում։ Սովորաբար ունենում ենք տատանումներ, գիտեք, պարտադիր չի, որ հենց ունենանք ճնշման բարձր թիվեր։ Մենք կարող ենք ունենալ անկայուն ճնշում, ունենանք խիստ բարձրացում կամ խիստ իջեցում եւ նույնը սրտի ռիթմի խանգարումներով մարդիկ կարող են ունենալ ռիթմի հաճախացում կամ ճիշտ հակառակը դանդաղեցում կամ ունենան սրտի արիթմիաներ, սրտի անկանոն աշխատանքի զգացողություն։ Գարունը սակայն չպետք է խուճապի մատնի սրտից բողոքողներին։ Հանգիստ վայելեք բնության զարթոնքը, բայց մի մոռացեք ճնշումը չափող սարքը վերցնել ձեզ հետ հերթական գարնանային խնջույքին մասնակցելիս։ Ավելի հետևողական լինել, ասենք հաճախակի ճնշման չափում օրվա ընթացքում, մոնիտորինգ ավելի հաճախակի լինի։ Եթե որևէ գանգատ լինի սրտի ռիթմի խանգարման տեսանկյունից, անպայման հաճախի այցելի իր սրտաբանին։ Այս օրերին սրտի առաջին իսկ ցավերի դեպքում արժե դիմել բժշկին, զգուշացնում են բժիշկները, անտեսել է կարող է թանկ արժենալ։ Մենք ունենում ենք սիրտը սնուցող անոթների կորոնար անոթների նեղացում, որը արտահայտվում է ցավային սինդրոմով հիմնականում, եւ եթե այդ սիմպտոմը հաճախակի կրկնվում է կամ հաճախանում է նրա ուժգնությունը, այդ դեպքում պետք է եւս դիմել սրտաբանին, որպեսզի որոշակի դեղորայքային շտկումից հետո անցնի այդ հարմարվելու շրջանը, փոփոխությանը եւ արդեն կայուն կշարունակվի։ Մանուշա Կասրյանի հիվանդների սիրտը գարնանը չի ցավում, զարկերակային ճնշումն էլ չի տատանվում։ Տատանվում է նրանց տրամադրությունը, պայմանավորված ալերգիկ երևույթներով, որոնք ի հայտ են գալիս առաջ մանուշակների հետ։ Տեղի ունենում հիվանդությունների սրացում եւ ալերգիկ տեսակետից շատ տարածում ունեցող ալերգիկ ռինիտ, ալերգիկ կոնյունկտիվիտ, այսինքն հիվանդություններ, որոնք առաջանում են հիմնական ծաղկափոշիներից եւ սրանում են մարտից մինչեւ նույնիսկ ուշ աշուն կարող է տևել։ Գարնանային ալերգիան այլևս խնդիր չի, ասում է բժիշկը, որը նաև դեղագործության մեջ է մասնագիտացել։ Այսօր կան տասնյակ հակաալերգիկներ, որոնք պայքարում են այդ հիվանդության դեմ։ Առանձնակի ծանր դեպքերում կարելի է նաև ներարկել կաթիլային եղանակով։ Կարևորը, որ դա արվի հիվանդության սրացումից 2 շաբաթ առաջ։
թեթև ձևի ժամանակ դեռ հիվանդները մի փոքրիկ ավելի հանգիստ են իրեն զգում, բայց միջին ու ծանր դեպքերում ուղեկցում է դժվարաշնչությամբ, քթից արտադրությամբ, աչքերում եւ քթում քորի զգացողությամբ, որոնք մի կողմից տհաճ են հիվանդի համար, մյուս կողմից էլ ավելի լուրջ հետևանքների կարող են բերել։ Բայց հույսը միայն դեղերի վրա դնել չի կարելի։ Կան մի քանի պարզ կանոններ, որոնց այս սեզոնում պետք է հետևեն ալերգիկները։ Հիվանդները պետք է խուսափեն ծակման շրջանում, այգիներում ման գալուց։ Սրացումը, պիկը լինում է առավոտյան ժամը 6-ից 8-ի սահմաններում։ Դա այն շրջանը, երբ փոշիատիկի քանակը օդում առավել գույնին է հասնում։ Համար այդ ժամանակահատվածում պետք է բոլոր պատուհանները փակ լինեն։ Մարդիկ, ովքեր չունեն ալերգիա, այս սեզոնին իհարկե կարող են չխուսափել կանաչից, բայց ուշադիր լինեն կանաչեղեն ուտելիս։ Յուղմթերքներից ամենառիսկայինը մասսողական համակարգի համար հենց կանաչին է։ Կուզենամ շեշտել կանաչիների դերը, որոնք հաճախ լավ չեն լվացվում, բերում են աղիքային ինֆեկցիաների, տարբեր ինֆեկցիոն պաթոլոգիաների։ Գարնան, նորահաս, բանջարեղենն ու միրգը դրախտ են առողջ մարդկանց դժոխք մասսողական համակարգի հիվանդություններ ունեցողների համար։ Գարնանը սրվում են խոցերն ու գաստրիտները։ Մարդիկ շատ են ասում, խոցը սրացավ, այո, դա այդպես է, չենք կարող ժխտել այդ փաստը։ Դրանք միկրոբ կախյալ հիվանդություններ են, միկրոբի գործունեության ցիկլիկ ընթացքի հետ կապված եւս ունենում ենք սրացում այս հիվանդությունների։ Աղեստամոքսային հիվանդությունների սեզոնային խորացումից խուսափելու բանաձևը շատ պարզ է՝ ճիշտ սննդակարգ։ Մրգերն ու բանջարեղենը լավ լվանալուց հետո օգտագործել, ժամանակին սնվել, երկար ժամանակ սոված չմնալ, քիչ օգտագործել սնունդներ, որոնք նպաստում են պաշտպանական գործոնների ընկճմանը կամ ագրեսիվ գործոնների խորացման, օրինակ երշիկեղենը։ Այնուամենայնիվ, բոլոր տեսակի առողջական խնդիրներից խուսափելու համար առաջին հերթին պետք է հանգիստ պահել նյարդերը, որոնք լարվում են հատկապես այս եղանակին։ Ինչպես ասում են ռուսները, բոլոր հիվանդություններն առաջանում են նյարդերից։ Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց գոհացնելու փորձաշրջան տղամարդկանց, բայց ոչ ռոմանտիկների համար, որոնք իրենց սիրելիների համար խենթությունների են պատրաստ տարվա բոլոր 365 օրերին։ Բայց ովքեր են մերօրյա ռոմանտիկները, տղամարդիկ, թե բացառապես կանայք, ժամանակակից սիրո ավանդական առանձնահատկությունների մասին է Իզաբելլա Հովանիսյանի տեսանյութը։ Երբ զարդատուփի պարունին դանդաղեցնում է երասպտույտները եւ իրերն է արցունքով զննում, ես կարող եմ գրել սիրո մասին։ Վահե Արսենը կարող է գրել սիրո մասին, բայց չի գրում։ Ստեղծագործում է ժամանակի թելադրանքով։ Ագրեսիայի եւ համակարգիչների դարում սիրո մասին գրելը դժվար է, պահանջարկել չունի։ Սերը հանգավորելու համար ստիպված է կտրվել իրականությունից, իսկ հորինված գրականությունը ընթերցող չի գտնի։ Վահեի ստեղծագործությունների նյութը այսօր ապրող մարդն է։ Նրա վախերը, հաճույքները, ստրկամտությունն ու առաքինությունը։ Եթե ժամանակը չկա, ժամանակակից մարդը այդտեղ չկա, մնացած ամեն ինչ սուտ է։ Դառնում է աբստրակցիա, պատկերը ցնդում է։ Փոխարենը մեքենայի եւ պրոթեզի մասին կարող ես գրել սիրով։ Վահե Արսենի համար մուսա կարող է դառնալ ամեն ինչ, լուրերի թողարկումից մինչև գլխավոր մուսան, կինը, իսկ կանանց տոնը նա արհեստական է համարում։ Կինը շուկայից ես տեսնում եմ ահավոր կադրեր, երթուղայինից չեն կարողանում իջնել, ինչ ուժով այդ շուկայի ապրանքը տանում են։ Մի խոսքով էլ չեմ ասում մնացած հիմնական ընտանիքի բեռը կնոջ ուսերին է, այն էլ ինչ ձևով։ Եվ հետո այդ ախանից հետո սկսում են մեծարել կնոջը բան, կենացների բաների, հա մենք ունենք այդ իրականություն եւ իմիտացիա արդեն էլի իրականության։ Մարդկային էմոցիաների գիտակ Ռուբեն Պողոսյանը այսօր զգացմունքների պակաս է նկատում։ Մարդասիրության հետ կորչում է նաև ռոմանտիզմը, ավելի ճիշտ խեղված վիճակում է։ Այսօր ավելի ռոմանտիկ են աղջիկները։ Պատկերացնում եք, նրանք երբեք այդ ամուսինները մեկը մյուսին, ես քեզ սիրում եմ այդ հյութեղ այդ արժեքավոր արտահայտությունը երբեք չեն անում։ Դա արդյոք ժամանակի այսպես շունչը չէ, որ խեղվում են զգացմունքները մարդկային։ Ռոմանտիկ պետք է լինել, դա ավելի շատ է մեծ տարիքում է պետք, երբ որ հասուն ես լինում, այդ ժամանակ ավելի շատ է պետք, որ հետաքրքիր լինի կյանքդ։ Կարող եմ նույնիսկ абսուրդ բաներ անել, որ դիմացինից դուրը գա։ Ասենք անձրևի տակ քայլելը ամենաշատը է այդ պարկել խոտերի վրա, նայել վերև, երկինք։ 21-րդ դարում ընդհանրապես ռոմանտիզմը արդեն ակտուալ երևույթ չի։ Երևանցի ենք, բարձրագույն կրթությամբ 43 տարվա մանկավարժ, ռոմանտիկ չի։ Միացնի սիրուն աղջիկ, ունքերդ կամա, հաստատ գիտե որ սերում ես,
Եթե խոսքեր չեք գտնում, ձեր զգացմունքների մասին կպատմեն մեղեդու հնչյունները։ Սերենադը սեր խոստովանելու հին եւ փորձված միջոց է։ Եթե ձայնային տվյալներ չունեք, կօգնեն պրոֆեսիոնալ սեր բացատրողները։ ԱՊՀ-ում գրանցված սերենադներ կատարող միակ ընկերության երաժիշտները կոնսերվատորիայի նախկին սաներ են։ Սանտա Լուչիա, Օսոլեմիա, իտալական դասական ու քաղաքային ֆոլկլոր։ Երգացանկում միայն որակյալ երաժշտություն է։ Հենց դասականը համերգասրահներից դուրս հանելու ցանկությունն էր, որ Տարոնին նման նախաձեռնության մղեց։ Եթե դժվար է ազգաբնակչությանը տանել օպերական ֆիլհարմոնիա, որպեսզի լսեն դասական երաժշտություն, ապա մենք մասնագետ երաժիշտները դուրս եկանք փողոց եւ պրոպագանդում ենք բարձրարժեք երաժշտություն։ Երևանի սիրուն աղջիկների պատուհանների տակ սերենադներ երգող այս երիտասարդները պահանջված են ոչ միայն կանանց ու սիրո տոներին։ Դեպք է եղել, որ Փեսան Զոնքաչի համար է պատվիրել ծննդյան տարեդարձին։ Դեպք է եղել ամուսինը կնոջ հետ վիճվել է, հետո մեծ սերենադա պատվիր է, զանգել շնորհակալությունը հայտնել, որ հաշտվել է։ Իդեպ ունենք հատուկ զեղչեր, որ խրախուսում ենք գեղեցիկ սերի ներկայացուցիչներին, որ իրանք էլ պատվիրեն տղաների համար։ Պարադոքս է, բայց ռոմանտիկայի բացակայության պայմաններում երգիչ Հայկոյին հաջողությունը ճանաչում են բերել հենց ռոմանսները։ Ռոմանսների ոճը թե ամբողջ աշխարհում, թե նամանավանդ Հայաստանում շատ ակտուալ է մինչև հիմա, որովհետև եթե կա սեր, կա ռոմանտիզմ, եւ այդ ամեն ինչը եթե կա, անպայման պետք է հնչի ռոմանտիկ երաժշտություն, եւ կարծում եմ սիրո մասին երգերը միշտ եղել են, կան եւ պետք է լինեն։ Սիրո երգիչը հիմա միաժամանակ երկու ալբոմի վրա է աշխատում, մեկում միայն ռոմանսներ են։ Անհասցե պատմություն Երևանի Թբիլիսյան խճուղում։ Գեղանուշ Աբրահամյանն անցնելով այս փողոցի վագոն տնակի կողքով նկատել է անգլերեն help գրությունը, այսինքն օգնեք։ Մեր թղթակիցը պարզել է, որ այստեղ ապրում է Կարախանյանների 6 հոգանոց ընտանիքը։ Թաղապետարանը նրանց առաջարկում է հողակտոր տնակը տեղադրելու եւ այդ հողակտորը մշակելով ապրուստը հոգալու համար, սակայն Կարախանյանները հրաժարվում են։ Ասում են՝ մենք ստեղծագործող ենք։ Ճամփեզրին ապրող եւ բախտին սպասող այս ընտանիքի մասին է Գեղանուշ Աբրահամյանի ռեպորտաժը։ Արմենի օրը արդեն 15 տարի սկսվում է ու շարունակվում ջուր կրելու պարտականությամբ։ Տանը երբեք ջուր չի եղել։ Տարաներով ջուրն այնքան է բերում, որ կինը հասցնի 6 հոգանոց ընտանիքի լվացքն անել, ճաշը եփել, ափսեները լվանալ։ Օրվա մյուս ժամերին փողոցից վարելանյութ է այթայթում։ 10 տարի երազում էին էլեկտրաէներգիայի մասին։ 2 տարի առաջ Թաղապետարանի օգնությամբ հոսանք հասցրին վագոն, որը անվճար են օգտագործում։ Հոսանքն այնքան թույլ է, որ տեսախցիկը հազիվ է կադրեր որսում։ Գոհարն ու Արմենը 4 որդի ունեն։ Աղջիկը 2 տարեկանում հիվանդացել ու մահացել է։ Մայրաքաղաքում թաղից թաղ շրջող վագոն տնակը հիմա Թբիլիսյան խճուղում է հանգրվանել, հենց մայթին, քարակույտերի ու ավտոդողերի վրա։ Տան շուրջ բոլոր երեխաների խաղահրապարակում վխտում են առնետները։ Վերջերս ավագ որդին վրաերթի ենթարկվեց ու հազիվ փրկվեց, կորցնելով երիկամն ու փայծաղը։ Երկու տեղից ծակած է, հեսա որ հանել է։ Հեսա երկու տեղը, մեկ էլ վոլտնա շիշեր դրած հանել են։ 12-ամյա գալուստի մոտ վթարից հետո նաև մտավոր խնդիրներ են առաջացել։ Հաշմանդամության նպաստ դեռ չի ստանում։ Բայց ես իրան բան թազայի պիկրզ եմ ուզել, որ թոշակ ձևակերպեն։ Կարող է ինչ-որ ուղեղի ինչ-որ ցնցում եղել է, որ ինքը հիմա չի կարող կենտրոնանալ ավելի շուտ։ Ցվրված է էլի։ Իսկ բարերն ինքը ճիշտ չի կարող արտասանի։ Կարախանյանների վագոն կացարան երբեմն այցելում են բարի մարդիկ, գումար են տալիս, մթերք, հագուստ։ Հացի խնդիրը մի կերպ լուծում են ծայրահեղ ծանր կենցաղային պայմաններում։ Վառելիք են բերել, հիմա վառելիքը վերջացել է, ես այսօր եկել եմ մի քիչ հագուստ եմ բերել։ Մարդը կարծում է մի քիչ չնչին գումարներ էլ, ես մենք 2000 երեխեքի համար դարձածում մի բան գնես այս երեխեքին համար։ Սպասում էին, որ 4-րդ զավակի ծնունդը կլուծի թեկուզ բնակարանի խնդիրը։ Փոքրիկ Երիկը սակայն միայն իրեն հասանելիք նպաստն ավելացրեց ընտանեկան բյուջեին։ Գոյնատուն տան երեխեքին, ասեն ֆոնդ չունենք, որ ձեզ տեղավոր բախի չունեն։ Արմենը, որը չի աշխատում նաև աշխատունակության պատճառով, ասում է հաճույքով կզբաղվեր գյուղատնտեսությամբ։ Այդ հենց մատ ասենք ոնց ասեմ, գողտելիք այսպես մատ տեղը լինի բնության մեջ։ Ես գնամ, ասենք այդտեղ իմ համար ցանեմ, տնկեմ, ինչ անեմ, զբաղվեմ մի բանով, իմ ընտանիքի հետ ապրեմ։
Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի սոցիալական բաժնում վստահեցնում են, որ Ղարախանյաններին առաջարկել են նորմալ կենցաղի համար անհրաժեշտ պայմաններ։ Քանաքերի բաղերում նրանց առաջարկեցինք տարածք, որտեղ կարող էին նրանք մշակել եւ ասենք այդ հողակտորից ստանալ ինչ-որ բանջարեղեն եւ զբաղմունք կլիներ եւ երեխաների համար եւ կլիներ փողոցից շատ հեռու անտեսանելի վայրում եւ նրանք կարող էին հոգալ իրենց ասենք այն մի փոքր կարիքներ այդ բանջարեղենի, մրգի եւ այլնի հարցում։ Նրանք կտրականապես հրաժարվեցին։ Արմենի ընտանիքի հետ ըստ Ավետի Շահումյանի կատարվել է ամենավատը։ Նրանք սովորել են ապրել դրսում եւ անտարբեր են դարձել սեփական ճակատագրի հանդեպ։ Սա ամենավատն է։ Մենք չենք ուզում, որ այդ երեխաները հանկարծ հարմարվեն դրան։ Վարչական շրջանի ղեկավարությունը պահանջում է, որ Ղարախանյաններն ազատեն տարածքը։ Արմենն ասում է, ոչ թե իր ընտանիքի անվտանգության, այլ սեփական հեղինակության մասին են մտածում։ Խոսքի գնացի մնացի, ստեղից հելա վարձով, բայց ով պիտի փողը տա, իրանք պիտի գան տանին տան վարձը։ Հա ասենք սկզբից օգնեցին, բաներանից հետո ինչ պիտի անեմ։ Այն մարդը ի վիճակի չի նախ աշխատելու։ Մենք արդեն ավելի կտրուկ քայլերի կդիմենք, քանի որ այս երեխաները ձերն են իհարկե, բայց նրանք հասարակության անդամ են։ Արմենը ոչ միայն սեփական բնակարանի, այլև յուղաներկերի մասին է երազում։ Իրեն ստեղծագործող տեսակ է համարում, նկարում է ռոք ու դասական երաժշտություն լսում։ Քաղաքական գործչի ապա քաղաքական դիմանկարը կիրակնորյա զրույցների շարքը շարունակում ենք։ Պարույր Հարիկյանի բանտային հնարամտություններն ու դրանցից ծնված ստեղծագործությունները, ինչու էր նամակի վրա քրոջ հայրանունը նշում եւ ինչու Հարիկյանի զավակները չեն ապրում իր երազած անկախ երկրում։ Աննա Բալյանի հետ անկեղծացել է ԱԻՄ առաջնորդը։ Քաղաքականության աստառը, ինչ կարելի է տալ ու ինչ սպասել քաղաքականությունից, որտեղ է սկիզբն ու որտեղ վերջը։ Բարև ձեզ։ Ժամը լրատվականի կիրակնորյա եթերում անկեղծ ասած զրույցների շարքն է։ Այսօր ինձ հետ անկեղծացել է մի մարդ, ով կարող է հպարտանալ, որ իր ստեղծած կուսակցությունը ամենահինն է ԱՊՀ տարածքում, որ ինքը ազգային հայրենասիրական արտի երկարվեստի եւ ինչու՞ չէ նաեւ Հայաստանի անկախ հանրապետության հիմնադիրներից է։ Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն է զրուցակիցս։ Պարոն Հայրիկյան, մեզ հյուրընկալեցիք ձեր ամառանոցում։ Այստեղ հանգստանալու չեմ գալիս, իմ առօրյայի մասն է։ Այստեղ կարողանում եք ինքներդ ձեզ հետ լինել եւ աշխատել։ Հիմնականում այո։ Քարոզարշավի շեմին ես ենթագիտակցորեն վերցրել եւ Դոն Կիխոտն եմ կարդում։ Ձեր ձեռքի տակ ինչ գիրք է։ Դոկտոր Ամենի առողջապահական, առողջ ապրելակերպի վերաբերյալ մի գիրք է։ Ընդհանրապես ինչ որ ստանում եմ արագ պիտի կարդամ։ Արտաշես Գեղամյանից ստացած գրքերը նույնպես։ Երբ կարդում եմ Դոն Կիխոտը, ակամա մտածում եմ մեր քաղաքական գործիչները երբևէ պորտկումներ ունենում են չարի դեմ պայքարելու, վիրավորվածների վրեժը լուծելու։ Ես այդ գործը չեմ սիրել։ Ինչ վերաբերում է ձեր ասած խոսքերին, այդպեսի ինքնագնահատականներ տալու համար մարդ պիտի մի քիչ շատ անհամեստ լինի, ինձնից ավելի անհամեստ։ Ամբողջ անցածած ճանապարհը նվիրված է եղել դրան։ Նա 50 տարեկանում ելավ թափառական ասպետության, տարիքը ձեր մեջ ինչ-որ բան փոխվել է։ Տարիքը ամեն մարդու մոտ ինչ-որ բան փոխում է, տարիքի հետ դառնում ես իմաստուն։ Դրա համար երբեմն խոսք է լինում երիտասարդ լինելու մասին, ես չի ուզենա լինել երիտասարդ, որովհետև երիտասարդ տարիքում այսպես համբերատար, հանդուրժող, կարճ ասած պակաս իմաստուն էի։ Դուք կարող եք թեկուզ ծիծաղելի վիճակում հայտնվել, բայց չնահանջել ձեր սկզբունքներից։ Ունեցել եմ այդպիսի ապուշ իրավիճակներ, բայց ընդհանուր առմամբ բավական վաղ կարողացա հասկանալ եւ ընկերներիս էլ խորհուրդ էի տալիս մանրուքներում նահանջել կարողանալ, որպեսզի մեծ հարցում առաջ գնաս։ Մի պատկերավոր օրինակ ասեմ, բանտում ընդունված էր, որ երբ հսկիչը անմակարդակ մարդիկ են մեծ մասամբ մտնում է սենյակ, դու պիտի ոտքի կանգնես։ Մի ընկեր ունեի Մատուսևիչ։ Մի քանի անգամ իրեն կարծեր տարան նրա համար, որ հենց տեսնում էր հսկիչը գալիս է, եթե նույնիսկ կանգնած է հատուկ նստում էր, որ ցույց տա, որ ինքը հրամարում է։ Իսկ ես ոչ թե ոտքի էի կանգնում, այլ եթե տեսնում հսկիչը գալիս է, նախապես կանգնում էի, որ կանգնած եմ, ոտքի կանգնելու անհրաժեշտություն չկա։ Հեշտ է դուրս մնալ թե ընդդիմությունից, թե իշխանությունից, միաժամանակ զգալով, որ դեռ անելիք ունես։ Շատ ճիշտ հարց եք տալիս, բայց ոչ թե դուրս մնալ, այլ բարձր լինել, բարձր մնալ։ Բարձր պիտի լինես, որ բարձր մնաս։ Ես եւ այն դաշտում եմ եղել եւ մյուս դաշտում եմ եղել եւ ոչ մի դեպքում ինձ չի առաջնորդել իշխանակիր լինելու կամ ընդդիմադիր լինելու առաջնահերթությունը։ Քաղաքական գործիչը ոչ թե պիտի լինի ընդդիմադիր, այլ պիտի լինի իր տեղում։ Դուք շատ կարևոր գործ արդեն արել եք։ Այս բարագայում դուք պատրաստ եք պարզապես թողնել քաղաքականությունը եւ դառնալ փիլիսոփա։ Փիլիսոփա ոչ։ Չնայած դեռ երիտասարդ ժամանակ կարդացել եմ, ասում է
Փիլիսոփա լինելու համար պիտի անհաջող անձնական կյանք ունենաս։ Դրանից հետո սկսում ես փիլիսոփայել։ Ես թույլ չեմ տվել, որ անհաջողությունները ինձ փիլիսոփա դարձնեն։ Բայց հիմա էլ կան կարևոր խնդիրներ, հանուն որոնց արժի լինել պայքարում, եւ քանի որ այդ ոլորտը հասարակական հարաբերությունները փոխելու ոլորտը քաղաքական գործ չի պայքարը, այնպես որ ես քաղաքականությունում կամ ու կմնամ։ Շատ լավ, պարոն Հայկյան, ես գիտեմ, որ դուք դեռ դպրոցական տարիքից թռուցիկներ եք բաժանել հանուն միացյալ միավորված Հայաստանի, հետո էլ այդ հալածանքի երկար ուղին ու վստահ նմուշներ, հիշողություններ պահած կլինեք։ Ովքեր էին ձեր ընկերները բանտում։ Եվ ուկրաինացի, եւ ռուս, եւ հրեա, եւ լատիշ, եւ լիտվացի անուններով կարող եմ ասել նրանցից շատ նամակներ ունեմ պահված։ Նույնիսկ հրաշքով պահպանվել է ուկրաինացի Միկոլո Մատուսևիչի դիմումը իրեն ազգային միացյալ կուսակցության համակիր անդամ ճանաչելու վերաբերյալ։ Դուք նաև գաղտնի կապի մեջ էիք բոլոր ազգերի ներկայացուցիչների հետ եւ ձեր գործընկերների հետ, ինչպես էր հաջողվում գաղտնի կապ պահել։ Ես այնպեսի պարզագույն քայլերից եմ օգտվել, որ աներևակայել է իր պարզության մեջ։ Ես օրինակ KGB-ին սպեցիալիստը օգտագործում էի կապ պահպանելու համար, ու իրանք չգիտեին։ Այսինքն ինչ էիք անում։ Դատախազին նամակ գրելու իրավունք ունեիր։ Եվ այդ նամակ իրենք պարտավոր էին մեկ օրվա ընթացքում ուղարկել։ Ես միայն մի օրինակ պատմեմ։ Դիտավորյալ ծրարի վրա գրում էի դատախազի հասցեն սխալ։ Բայց հետադարձ հասցեն գրում էի ոչ թե իմ հասցեն, այլ ասենք ընկերուներիցս մեկի հասցեն։ Նամակը գնում էր դատախազություն Մոսկվա, սպեցիալիստը պիտի անմիջապես ուղարկեր։ Մոսկվա գնում էր, բայց այնտեղ փոքր տառերով գրած է դատախազություն, բայց հասցեն մեծ տառերով էր գրված։ Ուրեմն տեսնում են այդ հասցեով այդ հասցեատերը չկա։ Նամակը պիտի հետ ուղարկեն, կարգը դա էր։ Ծրարը հետ էր գալիս, ասենք մեր տուն, քրոջս մոտ։ Եթե գալիս էր Անահիտի մոտ կամ Սուսաննայի մոտ, այնտեղ գրած էր լինում Բարույր Արթուկիրովնա։ Իսկ սովորական գլխացավի դեղով անարգինով տողերի արանքում գրում էին ինչ որ ինձ պետք էր գրել։ Իսկապես։ Մնում էր Արթուկել, ասենք առաջին անգամվա համար որ դուք ստանում եք, չգիտեք որ պիտի Արթուկել, կարդում եք Արթուկիրովնա։ Այսինքն չէ, բայց Արթուկիր։ Արթուկը վերցնում Արթուկը, մեկ էլ կարդում էր։ Եթե սա կարդացիր, անմիջապես ինձ մի հատ հեռագիր տուր։ Հեռագրում գրիր, որ ես ինձ լավ պահեմ։ Մեկ էլ Ադմինիստրացիան ուրախ վերում տարես, տեսնում եք, ձեր ընկերներն ասում, որ քեզ լավ պահես։ Այդ մեթոդները որտեղից սովորեցիք։ Հրեշտակներն էին տալիս։ Օրինակ, որտեղից է մարդ բանաստեղծություն գրում, որտեղից է գրում, դե եկեք եղբայրներ մենք միանանք, երբ քեզ ասում են միասնությամբ ենք անպարզ մենք, հայրենիաց սուրբ սիրով մենք վեհանանք Հայաստանն ազատենք։ Մի բանաստեղծություն ունեմ պակում գրված, ասում եմ շնորհակալ եմ քեզ, Տեր, որ քո տիեզերասփյուռ տարածքներում ինձ փոշիատիկից նկատեցիր, սիրով նշмарեցիր եւ գործիքը դարձնելու պատվին արժանացրիր։ Խցում ձեր քթի տակ ինչ էիք երգում։ Պատժախցում 4 պատի մեջ քայլում եմ ետ առաջի ես անդադար, պատժախցում։ Ցուրտն է ջերմում, քաղցասանում եւ խավարը լուսավորում ինձ արդ, բայց մի տրտմիր ու մի տխրիր սիրտի մապարտ երկիր։ Օ հայրենիք, թե հիմա ես հյուսիսի դառնությունն եմ ամփում, բայց ամեն ցավ ու ամեն վիշտ ինձ լոկերանություն եմ պարգևում։ Ոհանուն քեզ շախտակրել հաճույք է եւ պատիվ։ Պարոն Հայրիկյան, ի վերջո արդյունքն է կարևոր, թե այս ընթացքը, որ այդքան ձեզ հարստացրել է։ Ընթացքը եւ արդյունքը իրար հետ անմիջականորեն կապված են։ Պտուղը ճաշակելիս շատ կարևոր է։ Այդ ճաշակեցիք այդ պտուղը։ Չէ, դա բնականաբար ես ամենաերջանիկ հայ ազգային քաղաքական գործիչն եմ։ Ոչ մի ազգային քաղաքական գործիչ չկա, որ ազգի համար ծրագիր մշակի եւ գոնե մասամբ այդ ծրագրի իրականացումը տեսնի։ Ինչն է ավելի նախընտրելի՝ լինել բանտախցում եւ լինել պայքարի առաջամարտիկ, թե լինել ազատության մեջ, բայց չկարողանալ անել քո ցանկացածը։ Դուք կարող եք լինել դրսում, բայց ավելի վատ հոգեվիճակում քան բանտում եք, կարող եք լինել բանտում եւ ձեզ ավելի ազատ զգալ։ Ես ասեմ, ֆանտաստիկ բան կարող է դատվել, բայց ես բանտում կարողանում եմ բանտից դուրս գալ։ Բանտից դուրս գալ ու լինել այնտեղ, որտեղ ուզում եմ։ Եվ կողքից տեսնել ինձ կողքից նայել, չէի հասկանում թե դա ինչպես եմ անում, բայց հիմա դա գիտեմ։ Նույնիսկ մի բանաստեղծություն ունեմ, պատից կա հարթակին այնպես ջերմ է փարվել, այդպես մանուկն է գրկում իր մորը, բանտ, ազատության մայրն ես միշտ եղել եւ սիրում եք, ես կալանավոր, ես այդ պահին ինձ կողքից եմ նայել։ Դուք ձեզ ազատ եք զգում այս պայմաններում։ Չէ, անկասկած ես ազատ եմ։ Դրանում խոսք լինել չի կարող։ Այլ բան է, գոհ եմ թե գոհ չեմ։ Գոհ եք թե երջանիկ եմ թե երջանիկ չեմ։ Որպես անհատ երջանիկ եմ, որովհետև տարիքիցս չեմ բողոքում։ Երջանկության բանաձևս դա է։ Որևէ մեկի հարցնում եք երջանիկ ես, այսինքն հարցնում ես, որ տարիքում կուզեիր ապրել, եթե բացի իր ունեցած տարիքից ուրիշ տարիք նշենք, երջանիկ չի։ Լավ, պարոն Հայրիկյան, ինչ նամակներ են սրանք։ Աշոտ Նավասարդյան,
Անդրանիկ Մարգարյան, Գևորգ Հեքիմյան, Ռազմիկ Մարկոսյան, սովորական նամակներ են։ Բարև Պարույր, նախորդ երկու նամակներս ես ստացա լուսանկար գիրք, ալբոմներ, քարտեզներ կան քեզ ուղարկելու Աշոտ Նավասարդյանը այս փուլում, գիտեք այնքան լավ կապի միջոցներ ունենք, Աշոտը արդեն ազատվել էր։ Ազատը որոշել է քեզ նամակ գրի եւ ճամբար ուղարկելու համար գրքեր է գնել։ Այս ամենը միմիայն իր նախաձեռնությամբ։ Ազատ Արշակյանի մասին։ Սրանք են թվերին տարածած մերոն ստրոցիկների թվեր։ Որ թվերին 73 թվական ազգային Սև խաչ հայրենասիրական կազմակերպությունը ահազանգում է բոլոր հայրենասերներին միացնելու իրենց բողոքի ձայնը մեր աչքի առջև կատարվող ահավոր անարդարության դեմ։ Կորչեն մեր ազատության բռնավորները, կեցե ազատ ու անկախ Հայաստանը։ Այո, Սև խաչը մասնաճյուղ էր, որ հետո միացավ ազգային միացյալ կուսակցության։ Պարոն Հայրիկյան, երբևէ չեք մտածել, որ կարող էիք ձեր ամբողջ կյանքը բանտախցերում չանցկացնել։ Ի վերջո ճիշտ էր ասեղին բռունցքով հարվածել։ Գիտեք ինչ, վերջին խոսք ունեմ ես կյանքը շատ եմ սիրում, ավելի քան կարելի է պատկերացնել, բայց նույն կյանքը ինձ սովորեցրեց, որ դեռ հայրենիքս ազատագրված չէ, իմ կացարանը բանտն է լինելու։ Շատ լավ, պարոն Հայրիկյան, դուք շատ հետաքրքիր տնտեսություն ունեք, ձեր դիրանենիների համբավը տարածվել է ամբողջ քաղաքով, մեկ ցույց կտաք մեզ։ Ձեր ծնողները ես գիտեմ, որ Պոլսից ու Վանից են, ձեր հորեղբայրն էլ Պոլսում վարշարան ուներ եւ 15 թվականին նրան էլ սպանեցին։ Հայրիկիս հորեղբայրը, այո, մտավորականների թվում էր։ Ձեր ընտանիքի հետ պատմությունը որևէ դաս թողել է ձեր մոտ։ Իհարկե։ Ինչ։ Ես երեխա ժամանակվանից լսել եմ մեծերից, հատկապես տատիկներիցս եւ Վանեցի եւ Պոլսեցի պատմությունները ու մեր ժողովրդի պատմության հետ առաջի ծանոթությունս նրանով է սկսվել։ Ձեր երեխաներին ինչ հեքիաթ էիք պատմում։ Ես ինքս հեքիաթներ էի հորինում եւ նաեւ երգեր։ Նայած որ երեխաներից, բայց ոչ միայն իմ երեխաները, նաեւ ուրիշ երեխաներ գիտեն ջուտիկի մասին։ Ինձ սիրուն ջուտիկ ինչ ես տալիս, ասում եմ մի աղջնակ, ամբողջ օրը տխուր կանգնած ես անկյունում ու մոտ չես գալիս։ Ջուտիկներն ասում են այսօր կատուն եկավ ինձ մոտ, ասեց որ գիտես ինչ կա ջուտիկ, մեկ ապրի մեծանաց դառնացավ ու մարդիկ քեզ ուտեն։ Ավելի լավ է հիմա ես քեզ ուտեմ։ Ձեր երեխաները փաստորեն չեն ապրում այն անկախ երկրում, որը դուք երազել եք։ Ցավ է դա ձեզ համար։ Նույնիսկ նրանք ովքեր այստեղ չեն, աղջիկս աշխարհի լավագույն համալսարաններից մեկը վերջացրեց, Հարվարդը, որտեղ բավական նման էր համարը։ Ինքը եկավ մի տարի Արցախում աշխատեց, մի տարի Երևանում աշխատեց, աղաս այս տարի մոտավորապես կես տարի ինձ հետ էր չնայած աշխատանք եւ ուսում իրեն պարտավորեցնում էին լինել դրսում։ Կանք Հայաստանին, վարչապետը ձեր 60-ամյակի առիթով ձեզ հրացան նվիրեց, երբևէ օգտագործում եք այդ հրացանը։ Այնքան եմ ուրախանում, որ դուք ատրճանակը հրացան եք կոչում, բայց կուզեի, որ բոլոր հայ աղջիկները ոչ միայն իմանային զենքերի ճիշտ անուն, այլ քանի դեռ վտանգ է սպառնում մեր ժողովրդին, տիրապետեին։ Որտեղ եք պահում այդ հրացանը։ Հրացանը չէ, ատրճանակը։ Պահում եմ բավական մոտիկ տեղ, որպեսզի անհրաժեշտության դեպքում վախացնեմ նրանց, ովքեր որ կուզեն չափը անցնել։ Շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, բարով եկաք։ Աստված ձեզ օգնական, քաղաքական մյուս գործչի հետ անկեղծորեն կզրուցենք մյուս շաբաթ ժամը լրատվականի Կիրակնորիա եթերում։ Շուտով ժամը լրատվականի մեծ նորամուտը։ Մենք տեղափոխվում ենք նոր տաղավար, գերժամանակակից եւ բազմաֆունկցիոնալ։ Նոր տաղավարը տեխնոլոգիական նոր հարթակ է բարձրացնում դասական հեռուստատեսային լրատվությունը։ Սոլինե Միքայելյանը հեռուստատեսային աննախադեպ ու համարձակ նախաձեռնության մասին։ Վերջին նախապատրաստական աշխատանքներն են մեծ բումից առաջ։ Շուտով ժամը լրատվականը ոչ թե նույն տեղում նույն ժամին, այլ նոր ժամով նոր տեղում կլինի։ Հայկական լրատվության մեջ բոլորովին նոր խոսք ասող տաղավարով ու ժամանակի պահանջներին համահունչ լրատվությամբ։ Ամիսներ տևած մանրակրկիտ աշխատանքի հիմնական մասն ավարտված է։ Հաջորդ շաբաթ այն կհանձնվի հեռուստադիտողի դատին։ Ինչ որ իմաստով խենթություն է այսպիսի տաղավար Հայաստանում ստեղծելը եւ մեծ ռիսկ է այո լրագրողական թիմի համար այդպիսի տաղավարին արժանի բովանդակությամբ հաղորդումներ պատրաստելը եւ եթեր տալը։ Հայ իրականության մեջ լրատվությունն այսպիսի հարթակում դեռ չի եղել։ Գերժամանակակից տաղավարը նոր ռիթմ ու ոճ է թելադրում, նոր ձևաչափ, որտեղ հաղորդավարը դառնում է զրուցակից, շարժման մեջ է եւ տեղեկատվությունը ներկայացնում է նաեւ դիդակտիկ միջոցներով ու գրաֆիկաներով։ Երկու հսկայական շարժական LED էկրանները լրատվությունն առավել ինտերակտիվ կդարձնեն, իսկ հաղորդավարների շարժական հարթակն ու գունափոխվող տաղավարը նոր ու յուրահատուկ ռիթմ կտա։ Ժամը լրատվականը նաև նոր էջեր կունենա, նոր տեխնիկական լուծումներով։ Առաջին անգամ
LED արտադրող ընկերությունը հատուկ մեր պատվերով արվել է գոգավորված էկրան, որը մինչև այդ որևէ տեղ Հայաստանում գոնե չի օգտագործվել եւ ընդհանրապես տարածաշրջանում չի օգտագործվել, թողարկման ընթացքում անձայն կշարժվեն պատերը, կշարժվի սեղանը, ինքը կլինեն որոշակի տեխնոլոգիական հետաքրքիր տրանսֆորմներ։ Տաղավարը նախագծվել է իսրայելցի եւ ամերիկացի գործընկերների հետ, սակայն տաղավարին միս ու արյուն են տվել հայ մասնագետները։ Դիզայները Բագրատ Դիվանյանն է, իսկ գրաֆիկական աշխատանքների հեղինակը Ժոր Մելոյանը։ Այսպիսի բազմաֆունկցիոնալ տաղավար ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում չկա։ Գերժամանակակից սարքավորումներն ու նոր հնարավորությունները նաեւ նոր բովանդակություն են թելադրում։ Լրատվական ծրագրի բոլորովին նոր կոնցեպտ, համալրված թիմով ու մատուցման նոր ձևով։ Կփոխվի նաեւ երաժշտական ձևավորումը։ Ժամը լրատվականի նոր կոչնակի հեղինակը հայկական ամենաժամանակակից խմբերից մեկն է՝ Ապրիկոտան։ Կլսեք հայկական ռիթմեր, կլսեք հետաքրքիր հայկական մեղեդայնությամբ, բայց շատ ժամանակակից եւ շատ կանչող երաժշտություն, լինելու է հետաքրքիր։ Ժամը լրատվականի յուրաքանչյուր թողարկում ոչ միայն լրատվություն, այլև վերլուծություն է լինելու փորձագետների ու մասնագետների մասնակցությամբ։ Ժամը լրատվականը չի մոռանում, որ աշխատում է հեռուստադիտողի համար։ Ամենակարևորը մեր հիմնական նպատակը մեր հեռուստալսարանի վստահությունը նվաճելն է եւ մենք ոչինչ, ոչ մի ուժ չենք խնայելու, ջանք չենք խնայելու անպայման նվաճելու մեզ համար ամենաթանկը հեռուստադիտողի վստահությունը։ Բոլոր գաղտնիքները սակայն չեն բացահայտում, կլինեն ակնկալներ, հետաքրքիր բովանդակալից ու ինքնատիպ լուրեր, կլինի այն ամենը, ինչ անհրաժեշտ է 21-րդ դարի պահանջկոտ հեռուստադիտողին։ Լրատվության գլխավոր ժամը նաև 30 րոպեով ավելացնում է լրահոսին հետևելու իր հնարավորությունը։ Շուտով եթերում ժամը լրատվականի գլխավոր թողարկումն է, կասեն ոչ թե 19:30-ին, այլ 20-ին։ Ապրեք խաղաղ, հաջողություն եւ ամենայն բարիք ձեզ։